Շնորհակալություն։ Շնորհակալություն, այլ ելույթներ, խնդրեմ պարոն Ալեքսանյան։ Ես ընդհանրապես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ազյանին իր այս ելույթի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն, պարոն Ալեքսանյան, այլ ելույթներ կարծես թե չկան, խնդրեմ տիկին Դավը։ Շնորհակալություն, շատ կարճ ելույթ եմ ուզում ունենալ, պարոն Ազարյանի հետ համաձայն եմ իրականում, կարծում եմ ամեն ինչ ասվեց, մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում մեր բոլոր հայրենակիցների հետ, ովքեր գտնվում են արտերկրում, ովքեր տարիներ շարունակ ապրել են այնտեղ եւ շարունակում են ապրել, սակայն Հայաստանի Հանրապետություն միայն գալ ընտրությունների համար եւ գնալ ընդունելի եմ համարում եւ ուզում եմ մի դրվագ պատմել այս ընտրություններից, որպես օրենքի հիմնավորում, մի քաղաքացի մոտեցավ ինձ եւ իր տան հասցեն էր հարցնում, ասաց, որ չի հիշում վերջին անգամ երբ է եղել Հայաստանում եւ շատ դժվարանում է գտնել, ասացի, բա ինչ ես եկել, ինչ եք եկել, դե ասեց ընտրություններին մասնակցելու։ Դա ինձ համար եղավ այդ վերջնակետն էր, այն տղամարդու նման, որն ասում էր ընտրեմ եւ գնամ, քանի որ կարող է խառնվել, երեխաներիս հետ եմ եկել, դա էլ այդ օրինակներից մեկն էր, որ մարդը նույնիսկ չգիտեր իրենց հասցեն, ուղղակի փնտրեց, գտավ տեղամասը, ընտրեց եւ գնաց։ Շատ ցավալի է, որ Հայաստանի Հանրապետությանը այդպես են վերաբերվում եւ այդ մեր գործընկերներից մեկը մի անգամ լավ ասեց ընտրական туриզմի հիմքերը դրեցին, այո, սա ընտրական туриզմ էր, ցավոք սրտի, մարդիկ գումար վերցրեցին, եկան, ընտրեցին, գնացին, հետո գումարի հետ կապված էլ գալիս էին այստեղ խոսում էին, բա դու ինչքան ես վերցրել, կան, դե գիտեք, շրջապատում շատ մարդիկ կան, մեկին շատ էին տվել, բազմը տվողները կեսը գրպանել էին, քիչ էին տվել, եւ սա ընտրական туриզմ էր եւ սրա մասին խոսելը, ասելը, որ այդպիսի բան չկա, սահմանափակում է քաղաքացիների իրավունքները, չի սահմանափակվում, սա արդարություն է հաստատում եւ Հայաստանի Հանրապետությունում կենսական շահեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պիտի ընտրեն մեր եւ մեր երեխաների ապագան, այս օրենքը շատ կարեւոր եւ շատ ճիշտ օրենք է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին Դավոյան,